Բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համենայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 21-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Առաջին լուրը, որ կյանքից հեռացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Այս հարցի հետ կապված նաև որոշակի գնահատական տանք այն առումով, որ ի վերջո Հռոմի Պապը բավական լուրջ ազդեցություն ունի աշխարհի վրա, ոչ միայն կաթոլիկ աշխարհի, եւ վերջի շրջանում մենք մի քիչ վիրավորված էինք, երբ որ Վատիկանում անցավ հակահայկական միջոցառում ադրբեջանցիները անցկացրեցին, որը որ նույնիսկ եթե լուրջ գիտնականներ չմասնակցեցին, միևնույնն է, դրանից իրանք զուտ մենակ փաստը, որ իրանք Վատիկանում կարող էին դա անցկացնել, դա մեզ համար անընդունելի էր եւ ցավալի։ Իհարկե աշխատանք պետքա տարվի Վատիկանի հետ, որովհետև դա շատ լուրջ ազդեցություն ունեցող կառույց է, աշխարհում շատ հարցերի մեջ ներգրավված, դրան մեջ մենք ունենք նաև մեր մեղքի բաժինը, որ ճիշտ չենք գնահատել այդ հարաբերությունները, չենք մտածել դրա կարևորությունը, բայց միևնույնն է, դա չի փարատում այն, որ Վատիկանը, որը որ Սուրբ Աթոռը, որը որ հաստատ մեզնից ավելի լավ գիտի հայոց պատմությունը, որովհետև այն արխիվները, որ ինքն ունի, իսկի մենք չգիտենք։ Եվ այդ պարագայում ինքը, եթե իրան պետք է ինչ-որ հայկական հետքի կամ դրա բացակայության կամ ներկայության մասին ադրբեջանցիներից լսի, առաջերտին պատվաբեր չի իրենց համար։ Բայց միևնույն է, դա մեղքը մեր վրա չի գցում, մենք անելիք ունենք, իսկ որպեսզի պատկերացնենք, թե ինչքան կարևոր է Սուրբ Աթոռը մեզ համար աշխարհաքաղաքական իրադարձությունների մեջ ներքաշված։ Մի անգամ եւս հիշեցնեմ մի դրվագ, որը որ վերջերս այդ թեմայի հետ կապված, այդ համաժողովի հետ կապված ձեզ ասեցի։ Ինչքանով էր դա կարևոր։ Երբ որ Արևմուտքը ցանկանում էր Արևելյան Եվրոպան պոկել Խորհրդային Միությունից, եւ այդ պարագայում իրանք մտածեցին ամենահարմար օղակը դա Լեհաստանն էր։ Բայց Լեհաստանի հետ բանակցություններ էին վարում, լեհերն ասում էին, եղբայր, մենք գիտենք, որ սահմանից են կողմ թշնամի է, մեզ այդպես են տրամադրել, մենք մեկուսացված ենք, մենք արևելքյան մեր հարևանների հետ խնդիր ստեղծենք, Խորհրդային Միության հետ խնդիր ստեղծենք, արևմուտքում ով ենք մենք, որ մենք ռիսկ անենք, նման քայլ անենք, ում հետ մենք ուղղակի շփում ու բարեկամություն կարող ենք հաստատել։ Եվ շատ պատահաբար իբր, այսպես ասած, 1978 թվականին Հռոմի Պապ դարձավ կարդինալ Վոյտիլլան, Յոզեֆ Վոյտիլլան, որը Կռակովի arczepiskopոսն էր, այսինքն Լեհին դարձրեցին Հռոմի Պապ, ասելով, որ դե ուրեմն հիմա տեսակ, որ շատ հանգիստ կարող եք աշխարհի հետ հարաբերվել, ունենալով թեկուզ այդպիսի պաշտոնյա ու ոչ միայն կաթոլիկ աշխարհի, այլ շատ հարցեր կարող եք լուծել այդ առումով։ Եվ պատահական չէր, որ նաև դրան էլ ուշադրություն դարձնենք, որ Հովհաննես Պողոս II-ը, որը ազգությամբ լեհ էր, 455 տարվա ընթացքում այդքան ընդմիջումից հետո դարձավ ոչ իտալացի Հռոմի Պապ, այսինքն 1523 թվականին հոլանդացի էր, որից հետո միշտ եղել են իտալացիներ եւ մեկ էլ եղավ լեհը։ Էն էլ ուշադրություն դարձնենք։ Իրանից առաջվա Պապը Հովհաննես Պողոս I-ը իտալացի էր եւ ընդամենը պաշտոնավարեց 33 օր եւ 65 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացավ։ Իհարկե նաև կասկածներ կային, որ նրան թունավորեցին։ Ինչու էր այդ կասկածները նաև կար, որովհետև երբ որ հասկացան, որ լեհին պետքա բերեին, դնեին, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում լուրջ հարցեր անեին, 65 տարեկան Հռոմի Պապը կարող է մի քիչ երկար աշխատել եւ իրան ծրագրերը չաշխատեր։ Իհարկե դրանից հետո նաև արդեն գերմանացի էլ եկավ դառավ Բենեդիկտոս 16-րդը դառավ Հռոմի Պապ,
Դրանից հետո էլ Ֆրանցիսկոսը Արգենտինայից եկավ, Լատինական Ամերիկայից, առաջին դեպքն էր, որ Հռոմի Պապ ընտրվեց, Բենեդիկտոսն էլ հայտնի դարձավ նրանով, որ ինքը հրաժարական տվեց, իսկ դա արտառոց դեպք է Հռոմի Պապերի պարագայում, ինքը երրորդն է, որ հրաժարականա տվե, այն դեպքում, երբ որ ինքը հրաժարականից հետո 9 տարի էլ ապրեց, այսինքն կարող էր շարունակել պաշտոնավարել, բայց այն որ դա արտառոց էր նաև դրանով, որ առաջի երկուսը եղել են 6 դար եւ 7 դար առաջ, որ այդպիսի դեպք է եղել, որ Հռոմի Պապը հրաժարվել է։ Եվ նաև հիմա չի բացառվում, որ այս ընթացքում արդեն ինչ որ միտեղ նաև մտածեցին, որ երբ որ արդեն լեհ եղավ, հետո եղավ գերմանացի, հետո արգենտինացի, այնուամենայնիվ մտածեցին, որ եթե իտալացի չլինի, որ իտալական ներսում այնպես տպավորություն չլինի, որ երկրորդական դառնա Վատիկանի դերը, այսինքն Իտալիայից Հռոմի Պապ եւ կարևորը Իտալիան է, ինչ որ միտեղ երևի շատերին կլանային, այսպես ասենք, թեկուզ մի քիչ կոպիտ արտահայտություն է, անի Սուրբաթոռի հետ կապված, որպեսի իտալական թեմա, այսպես ասած, ակտիվություն չունենա, ազդեցության խնդիր, շատերին է դա դուրս չգա, այնպես եղավ զուգադիպեց, եղավ լեհ, եղավ գերմանացի, եղավ արգենտինացի։ Բայց եւ ամեն դեպքում այս մեկն էլ հաշվի առնելով, որ Ֆրանցիսկոսը մի քիչ թեմայի մեջ չէր, այս աշխարհաքաղաքական, չի բացառում, որ այս նոր աշխարհակարգի հետ կապված որոշում կայացնեն, այնպիսի Հռոմի Պապ ընտրեն, որը որ նպատակային հարց անեն, այնպես որ ուզեմ ասեմ, նրանք շատ սերտորեն կապված են աշխարհիկն ու հոգևորը հարցեր լուծելու որոշակի, գիտենք թե նրանք ինչ ֆինանսների են տիրապետում, ինչ արխիվների են տիրապետում, ինչ հնարավորություններ ունեն, եւ չմոռանանք, որ Լեհաստանի հետ կապված, եթե որևէ մեկը մտածի, գուցե դա պատահականություն էր, ուշադրություն դարձնենք մի հանգամանքի, ինչի պատահականություն չէր, որովհետև 1980 թվականին, երբ որ Լեհաստանը ստեղծեց արհմիությունը Սալիդարնեսը Լեխ Վալենսիայի գլխավորությամբ, որը Գդանսկի նավաշինարական բանի էլեկտրիկներ, հետագայում էլ դարձավ 1990-95 թվականներին Լեհաստանի նախագահը, բայց տեսեք, հենց ինքը դարձել այդ Սալիդարնեսը, որ սկսեց ակտիվ աշխատել, դրանից 2 տարի առաջ արդեն, որ ասեցի, Հռոմի Պապ ընտրվեց լեհը, եւ այդ ընթացքում շատ դեպքերում խոսում են, ասում են Գորբաչովը քանդեց խորհրդային միությունը, այո, այդ բնական է, դա այդպես է, բայց 80 թվականին Սալիդարնեսի ակտիվությունը, որ պոկվեր խորհրդային միությունից, դա դեռ Լեոնիդ Բրեժնևի ժամանակ է, իսկ Բրեժնևից հետո եղել է Անդրոպով, Չեռնենկո, նոր Գորբաչով, այնպես որ դա էլ մենք հաշվի առնենք, եւ հետագայում պարզ դարձավ, որ Լեխ Վալենսիան եղել է Լեհաստանի հատուկ ծառայությունների գործակալ, երկար ժամանակ փորձում էր ինքը դա հերքեր, բայց դա այնուամենայնիվ հնարավոր չէր, որովհետև ձեռագրով բաներ հրապարակեցին, իսկ ինչի համար եմ դա ասում, այսինքն լուրջ հատուկ ծառայությունները աշխատել էին, որպեսզի խորհրդային միությունից պոկեն արևելյան Եվրոպան, եւ այդ ցեցը գցել են Լեհաստանից, եւ նաեւ Հռոմի Պապ նշանակելով, եւ պատահական չէր, որ նաեւ երկու Գերմանիաները միանալուց առաջ նորից արգելված Սալիդարնեսին, որը արգելել էին նրա գործունեությունը Լեհաստանում, մեկը շատ պատահաբար թույլ տվեցին, եւ հենց որ Գերմանիաները միավորվեցին, Արևելյան Գերմանիան դեմոկրատականը արդեն դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, դե բնական է, եթե ֆեդերատիվ Գերմանիան ՆԱՏՕ-ի անդամ էր, բա ինքը ինչ պետք է աներ, բայց չէ որ ՆԱՏՕ-ն որ ստեղծվել էր ու հենց Գերմանիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, արևմտյանը ֆեդերատիվ Գերմանիան, այդ ժամանակ ստեղծվեց նաև Վարշավայի պակտը 1955 թվականին, եւ որպեսի հակակշիռ լիներ ՆԱՏՕ-ին, եւ մեկ էլ շատ պատահաբար Լեհաստանը դուրս եկավ Վարշավայի պակտից, այսինքն նաև պատկերավոր Վարշավայի պակտից Վարշավան դուրս եկավ, շատ կարճ ժամանակ հետո այդ պաշտպանական անվտանգային համակարգը Արևելյան Եվրոպայով խորհրդային միության ազդեցության տակ գործող ուղղակի փլուզվեց, այսինքն նրանք ովքեր կարծում են, որ զուտ պատահականություններ կամ
Եթե այս ամեն ինչը մենք ուսումնասիրում ենք ինչի համար, որ իմանանք, որ գոնե նոր Հռոմի Պապի հետ կապված, մենք իմանանք մեր վերաբերմունքը եւ շատ կարեւոր ենք այնտեղ ներկայացված լինելը։ Կարանք նեղանանք, թե սա ծախված են, բոլորը ծախված են, այս ինչ շնորհք է, ժողովուրդ ջան, շահերի ընդհանրության հարց գոյություն ունի, եթե մենք կաթոլիկ աշխարհի Սուրբ Աթոռի հետ ավելի վատ ենք հարաբերվում, քան մահմեդական Ադրբեջանը, դրա մեջ մենք մեղքի բաժին ունենք։ Էպետ չի ամեն ինչը ներկայացնել ուրիշներն են մեղ։ Այո, Սուրբ Աթոռի մեղքի բաժինն էլ կա, դե դրա համար նորից հիմա նոր իրավիճակ է եւ փորձենք դրա հետ կապված մեր քայլերը հերթականությամբ նայել ինչ ենք անում, փորձենք մեր սխալները ուղղենք եւ շատ ավելի ակտիվ ձևով ներկայացված լինենք այդ կառույցը։ Հիմա նայենք ինչ է կատարվում աշխարհում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ հուսով ենք, որ Ռուսաստանն ու Ուկրաինան այս շաբաթ գործարք կկնքեն։ Այնուհետև երկու կողմերն էլ կսկսեն մեծ բիզնես վարել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որը բարգավաճում է եւ հարստություն կստեղծեն, գրել է ԱՄՆ նախագահը։ Իհարկե տեսնենք, թե որքանով այդ հույսերը արդարացված, երկու կողմն էլ պատրաստական են գնալ պայմանավորվածության զինադադարի, բայց դեռ որոշակի պայմաններ են ճշտում իրար հետ, թե ինչ պետք է արվեն, բայց այնուամենայնիվ այդպիսի գլոբալ հարց լուծելու պարագայում նորից Դոնալդ Տրամփը նորից չի կարողանում դիմանալ, որ էլի չասի, էլի հիմա էսա բիզնես կանենք, գործարք կկնքենք, էս կանենք, այն կանենք։ Շեշտակի հաջողություններ այդ գործարքների կապված Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ իրականում դա չի լինելու, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդպիսի կոնֆլիկտներ ստեղծելով Եվրոպայի հետ, ստեղծելով Լատինական Ամերիկայի հետ, ստեղծելով իր հարևան Կանադայի հետ, ստեղծելով Չինաստանի հետ, մեկ էլ մտածել, որ ինչ շեշտակի հաջողություն է լինելու, որով կոմպենսացվելու է Ռուսաստանի կամ Ուկրաինայի հետ, դա այդպես չի։ Կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո կվերանային այդ մոտեցումը գոնե առաջնային չեն համարի այդ բիզնեսը։ Էլի բիզնես արեք, ով է ձեր ձեռից խլում։ Էլի արեք, բայց անընդհատ մի ասեք, ժողովուրդ ձեր շահերի ձելնելով այս բիզնեսն անենք, այս փողերը բերենք, անընդհատ դա ասելուց դա շատ լուրջ կասկած է առաջացնում։ Որտեղ մարդիկ հասկանում են, որ դա այդպես չի, առավել եւս իրանք տեսան այդ բաքսատուրքերի հետ կապված այդ վայրիվերումները ինչպիսի խնդիրների առաջ կանգնացրեց եւ որի պարագայում նույնիսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հետ քաշվեց, այնուամենայնիվ բավական լուրջ անվստահություն առաջացավ եւ տնտեսվարողների մոտ եւ հասարակության մոտ, որ ասում է քնից արտանվեց մի բան է կատարում, հաջորդ օրը փոխվում է, ուզում ենք նոր իրավիճակին հարմարվենք, մեկ է մի ուրիշ բան է կատարում։ Դա համենայն դեպս եւ տնտեսության համար եւ ապագայի մասին մտածող քաղաքացու համար ուղակի հարված այդ անորոշությունը լավ չի, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգների համար դռները ջարդում էին, Մեքսիկայով էին մտնում, թունելներով էին մտնում, չգիտես ոնց էին մտնում, դատու դիվանով էին մտնում, որ իրանց երեխան ապագայի համար տագնապ չունենար, որովհետև իրանք Ամերիկա են գալի, դժվարություններով, երկու տեղ աշխատելով, ամեն ինչով, այդ բոլորը եկել են Ամերիկա վայելելու, Ամերիկայի մեջ չարչարանքով աշխատելու պարագայում իրանք մի գործոն էին կարևորում, որ եկել են, որ ապագայի նկատմամբ տագնապ չունենա, որտեղ զզվելու հոգնել են այդ վիճակից, անընդհատ մտածեն, վայ վաղը պատերազմ կլինի, վայ վաղը էս կլինի, վայ վաղը մեր երեխան հաց կունենա, թե չէ, այս ամեն ինչը ուղղակի մարդկանց մաշում է ներսից։ Եվ իրանք մեկ է գնում են Ամերիկա, մեկ էլ ամեն օր տագնապած արտանում, ասում են տենաս այսօր ինչ ալնելու։ Հուսով եմ, որ առաջի հերթին Ամերիկայի այդ մթնոլորտը պետք է վերականգնել, իսկ մնացածը մարդիկ դժվարությամբ աշխատելով տեղը կգտնեն։ The Wall Street Journal-ը հայտնում է, Կիևն այս շաբաթ ճնշման տակ է պատասխանելու Տրամփի վարչակազմի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հեռուն գնացող մի շարք գաղափարներին։ Այդ թվում բռնակցված Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ճանաչման վերաբերյալ։ Մյուսը արևմտյան պաշտոնյաների խոսքով գաղափարներն ուրվագծվել են գաղտնի փաստաթղթում, որը Տրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացրել են իրենց ուկրաինացի գործընկերներին Փարիզում։ ԱՄՆ-ի ներկայացված գաղափարների թվում է նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության բացառումը։ Երրորդն էլ ԱՄՆ-ի մեկ այլ գաղափար է Զապորոժիայի ատոմային էլեկտրոկայանը միջուկային ռեակտորի շրջակայքը հայտարարել չեզոք տարածք, որը կարող է գտնվել ամերիկյան վերահսկողության տակ։
Հիմա երեքն էլ նայենք ու հասկանանք ինչ է կատարվում։ Եթե խոսքը գնում է զուտ Ղրիմի մասին, Ղրիմը 2014 թվականին ապօրինի հանրաքվեով Ռուսաստանը բռնակցեց իրեն։ Բայց միևնույն արևմտյան շատ կառույցներ չճանաչեցին, նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներն հայտարարություններ արել ու դատապարտել։ Ի վերջո արդյունքում Ռուսաստանը նաև Դոնբասի հարցնա Դոնեցկ, Լուգանսկ, Զապորոժիե, Խերսոնի մարզ։ Եվ այս պարագայում նա համարում է, որ այդ 4-ը իր սահմանադրությամբ մտցրել է իր տարածք, եւ Ռուսաստանը չի ցանկանում այդ դիրքից հետ գա։ Այսինքն, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները մտածում է, որ գոնե Ուկրաինան համաձայնվի Ղրիմից հրաժարվել այն գնով, որ գոնե այն 4-ը ազատվի, իսկ Ամերիկան վստահ է, որ Ռուսաստանն այդ 4-ից հրաժարվելու է, եթե նույնիսկ այս մեկի խնդիրն է դրվում։ Իհարկե Ուկրաինան, եթե նույնիսկ պատերազմին հրադադարին համաձայնվի, մեկ է ինքը չի ճանաչելու Ղրիմը Ռուսաստանի մաս, բայց կարող է ընդունի այս իրավիճակը, ֆիքսել այդ իրավիճակը, որի պարագայում լավ, այսպես է եղել, կռվի մեջ էլ էս է եղել։ Հա ինչ անենք, տենց է ստացվել։ Այսինքն իրանք կարող են ընդունել փաստը, զինադադարի փաստն էլ ընդունեն, բայց մեկը չեն ճանաչելու Ղրիմը, բայց եթե Դոնալդ Տրամպին հաջողվի, որ այդ 4-ից Ռուսաստանը հրաժարվի, իսկապես կարող է գլուխը գովալ, որ ինքը շատ լուրջ հարց լուծեց։ Նույնիսկ այդ պարագայում շատ-շատերը Ուկրաինային կասեն, լավ դե ինչ եղավ, գոնե այս պահին բերեք խաղաղության գնանք, այս մոլորակը հանդարտեցնենք։ Անգամ եվրոպական երկրները դա կասեն։ Չնայած որ բոլորը մեղադրել են Ռուսաստանին օկուպացիայի համար, բոլորը այդ հարցում պաշտպանել են Ուկրաինային նրա տարածքային ամբողջականությունը եւ փաստաթղթերով եւ իրական։ Բայց եթե դա հանգեցնելու է խաղաղության, այդ ուրիշ խնդիր է, բայց այստեղ հարց է առաջանում, Ռուսաստանը կհամաձայնվի այդ 4 մարզերը վերադարձնի, սա մեկ։ Երկրորդը ինչ վերաբերվում է ՆԱՏՕ-ի հետ կապված, երեկել ենք խոսել, շատ ենք խոսել այդ մասին, այսօր նոր իրավիճակ է անվտանգային Եվրոպայում եւ այդ պարագայում, երբ որ արդեն եվրոպական երկրները զինվում են, ՆԱՏՕ-ի հարցը ավելի շատ բանակցային այսպիսի թեմա է առաջանում, որ Ամերիկան ասի դե տես, ես պարտադրում եմ, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չդառնա, էս էլ բանակցային հարց։ Իրականում դրա տակ ոչինչ չկա։ Այս պահին, մինչև Տրամպի այն հայտարարությունը, որ ՆԱՏՕ-ն կարող է հետ քաշվի, Եվրոպան մտածեց զինվի, հետո Եվրամիությունը որոշում կայացրեց, որ նորմատիվները վերանայի, որպեսզի այդ ռազմական ծախսերի պարագայում պետությունները հնարավորություններ ունենան, անգամ Գերմանիան սահմանադրությունը փոխեց, որ ներպետական նորմատիվները վերանայել, որպեսզի կարողանան լավ էլ զինվեն, այս պարագայում իրավիճակ փոխվեց։ Այսինքն ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքը փոխվեց այն պարզ պատճառով, որ եվրոպական անվտանգության հետ կապված բավական ազդեցիկ քայլեր են անում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ շատ բարեկամ պետություններ, այդ թվում նաեւ Եվրոպայից դուրս։ Եվ այդ պարագայում, եթե ասենք Ուկրաինան ասի լավ, մի կերպ համաձայն եմ, ՆԱՏՕ-ի անդամ չեմ դառնա, բայց այդ կամավորների խումբը, որոնք պատրաստ են զորամիավորումներ ունենալ Ուկրաինայի տարածքում, նաև միջուկային հովանոց ունենան Ուկրաինայի համար, դա էլ համարեն կոմպրոմիս։ Իրականում այդտեղ Ուկրաինան տուժելու բան չունի։ Եթե Ղրիմի հետ կապված իհարկե ունի, որովհետև դա իր տարածքն է։ Իսկ ՆԱՏՕ-ի անդամակցության հետ կապված տուժելու բան չունի, որովհետև այն ազդեցիկ երկրները, որոնք պատրաստում են զոր մտցնել այնտեղ, ապահովել այդ խաղաղությունը, այդ նաև միջուկային տերություններ են։ Այնպես որ եթե սա կարող է ու չմոռանանք, հենց այսօր Պեսկովն ասեց, այո, մեզ համար վտանգ է, եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ լինի, իհարկե, այդ պահանջը շատ ճիշտ է, Ուկրաինան չպետք է լինի։ Եթե դա էլ Ռուսաստանը համարում է, որ տեսեք, ես պահանջեցի եւ հասա հաջողության ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, երկու պարագայում էլ եթե ամեն կողմը ցանկանում է այդ բանակցության մեջ շահած դուրս գա, դա որևէ խնդիր չի, դրա մեջ որևէ վտանգ չկա։ Ինչ վերաբերում է Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի հետ կապված, որը նաև Ռուսաստանի վերահսկողության տակ է, Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե ցանկություն ունենա ինքը վերահսկողություն հաստատի, չեմ կարծում, որ դրա հետ կապված խնդիր կունենա Ուկրաինայի հետ։ Առավել ևս Ռուսաստանը իր համար կարմիր գիծ է համարում Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը։ Այսինքն այսպես ասենք, բանակցային ճկունության տեղ կա, որ Ամերիկան անի, բայց արդյոք կհասնի հաջողության։ Դեռ հիմա իրանք ասում են
Ուկրաինային համաձայնացնենք, նոր շուռ գանք Ռուսաստանին ասենք, դե հիմա այսքանը Ուկրաինան համաձայնվել է, բա դու ինչ ես ասում, իսկ կարող է Ռուսաստանը չհամաձայնվի, եթե Ռուսաստանը չհամաձայնվի, Ամերիկան պետք է ասի, դե տեսեք, Ուկրաինային այսքան զիջումների տարա, դու չես համաձայնվում, ուրեմն մեղավոր դու ես, բայց պրոբլեմը որն է, երբ որ դրեցին ոչ թե շանտաժ արեցին, ասցին, որ եթե այսպես լինի, մենք սանկցիաները կավելացնենք Ռուսաստանի վրա եւ Ուկրաինային կզինենք, դա վերջերս էին ասում, բայց երեկվա առաջ օրվա հայտարարությունը լրիվ ուրիշ էր, կարող է նեղանանք մի կողմ քաշվենք, չեղավ, բայց սպառնալիքը հանելուց հետո վստահ եք, որ Ռուսաստանը կհամաձայնվի զիջումների, եթե արդյունքը լինելու է նեղանալ մի կողմ քաշվելը։ Այնպես դա էլ պետք է վերանայվեր, սպասենք զարգացումներին, բայց եւ դա որ նոր աշխարհակարգի հետ կապված մեզ համար իհարկե շատ հետաքրքիր է, բայց մեզ համար նաեւ հետաքրքիր է ոչ պակաս նաեւ Իրանի հետ կապված հարցերը։ Այն որ մենք տեսնում ենք Իրան-Ամերիկա որոշակի հռետորաբանությունը մեղմվեց, որը շատ ծանր վիճակի առաջ կանգնացրեց Իսրայելին, բայց կարծում ենք դա իր խնդիրն է, հաստատ մեր խնդիրը չի, բայց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին խոսել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի եւ ռուս-իրանական համագործակցության մասին Լավրովի հետ, որ խոսում էին, քննարկում էին, այստեղ ինչն է հարցը։ Մեր քաղաքականությունը Կովկասի տարածաշրջանում համակարգված է։ Մշտապես խորհրդակցում ենք միմյանց հետ։ Վերջերս սկսել ենք նախաձեռնություն, որն իրենից ներկայացնում է 3 երկիր մի կողմից՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան եւ 3 երկիր մյուս կողմից՝ Իրան, Թուրքիա, Ռուսաստան։ Այդ մեխանիզմի նիստերն անցկացվել են, բայց իհարկե Վրաստանում մեր բարեկամները դեռ որոշ կասկածներ ունեն, հուսով եմ, որ այդ կասկածները կլուծվեն հետագա հանդիպումների ժամանակ։ Իրանի եւ Ռուսաստանի ընդհանուր դիրքորոշումն այն է, որ այս տարածաշրջանի խնդիրները կարող են լուծվել միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, ասել է Իրանի արտգործնախարարը։ Այսինքն սա նոր չի, որ ասում է Աբբաս Արաղչին, սա նոր չի, որ մենք սա լսում ենք, բայց նոր է, որ սա լսում ենք Ամերիկայի հետ բանակցությունների արդյունքում։ Ինչու, որովհետև ինչ է նշանակում տարածաշրջանից դուրս ուժեր չլինեն եւ այլ եւ այլ։ Նորից ինքը համարում է, որ տարածաշրջանի հարցերը համակարգելու են Ռուսաստանի հետ եւ այլ ուժեր չեն լինելու եւ համարում են, որ Ռուսաստանը նույնպես տարածաշրջանում ազդեցություն ունեցող պետություն է։ Մի բան, որ մեր շահերից չի բխում։ Մի բան, որ Ռուսաստանի ակտիվությունը տեղից էլ մենք տեսնում ենք, որ կա։ Հատկապես որ տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններն էլ ամեն ինչ անում են, բավական լրջորեն մեղմված է Ռուսաստանի հետ հռետորաբանությունն էլ գործնական քայլերն են։ Եվ այս պարագայում, երբ որ նորից կրկնվում է նույն բանը, սա արդեն կրկնություն չի։ Սա նոր իրավիճակի մասին է խոսքը, որը մեզ համար իհարկե ցանկալի չի, որովհետև նորից խոսք է գնում այն մասին, որ օտար ուժեր չպետք է լինեն, իսկ մենք տարածաշրջանի իրավիճակում գնահատում ենք այս զարգացումները։ Մենք գնահատում ենք, որ մեր անվտանգությունը երաշխավորված է տարածաշրջանի պետությունների կողմից, ում ենք համարում որպես երաշխավոր։ Վրաստանը դրան չի մասնակցում։ Այդ մնացած պետություններով Աբբաս Արաղչին ու Լավրովը, որ պայմանավորում են, մեր անվտանգության երաշխավորում են համարում Ռուսաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, թե Իրանին, մի հատ հասկանանք էլի։ Իրականում հասկանանք ինչի մասին է խոսքը այդ 3 գումարած 3-ը, որ անընդհատ հիմա նորից կրկնում են, որ օտար ուժեր չպետք է լինեն։ Այս սրա մեջ իհարկե մտահոգիչ բան կա, որտեղ մենք բավական ակտիվ ձևով պետք է աշխատանք տանենք այս նոր իրավիճակի հետ կապված, այն ռեգիոնալ քաղաքականությունը, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, նա նույնիսկ մեղմ ժպիտ է առաջացնում այս վիճակում, որ ինչ ռեգիոնալ քաղաքականության մասին է խոսքը, այն հմտությունը, որ ռեգիոնի երկրների հետ նորմալ բարեդարացիական հարաբերվենք, ռեգիոնի իսկ մի երկրի հետ չենք կարողանում այդ հարցը լուծենք, որի հետ բանակցային փուլում ենք։ Իսկ ռեգիոնը ցանկացած պահի կարող է փոխվել։ Կարող է Ուկրաինայում պայմանավորվածության արդյունքում Ամերիկան Ռուսաստանին ասի, սա քո պատմական ազդեցությունն է, որը մեզ համար շատ վատ կարող է լինել։ Իրանը պայմանավորվածությունն Ամերիկայի հետ կամ Իրանը բախման գնա Ամերիկայի հետ, ռեգիոնը կփոխվի։ Թուրքիան պայմանավորվածություն ունենալով Ամերիկայի հետ, Ամերիկան ոնց որ սկուտերի վրա Սիրիան նվիրեց, մի հատ էլ ավելացնի նրա ազդեցությունը, ասի դե լավ, Իրանից վերև դու եղի ՆԱՏՕ-ի անդամ ես, մեր բարեկամն ես, մենք տեսել ենք ինչ ժեստեր էր անում Տրամպը Էրդողանին։ Կամ կարող է զսպի Թուրքիային, ասի քեզ Սիրիան հերիք է,
ավել այն կողմ չգնաս, դա քո տարածքը չի, քո ազդեցությունը չի։ Այս բոլոր հարցերից որի պատասխանը մենք ունենք, որ մտածենք ռեգիոնալ քաղաքականության պարագայում, մենք որևէ խնդիր չունենք։ Բացարձակ ոչ մեկի պատասխանը մենք չունենք։ Ու այն չի, որ մենք չունենք, նաև չունեն նրանք, ովքեր այդ տարածաշրջանը խառնում են իրար։ Վատը նաև դա է։ Դրա համար շատ ավելի մեծ անելիք կա բոլոր ուղղություններով, առավել ևս, որովհետև այնպես չի, որ իրանք գիտեն ինչ են անում, մեզ մնում է մենք գնանք իրանց հետ հարմարեցնենք մեր քաղաքականությունը։ Իրանք էլ մի օր բան կորոշեն, վաղը լրիվ ուրիշ բան կանեն։ Այնպես որ սա նույնպես մեզ համար ոչ թե փարատում է մեր մտահոգությունները, որ Ռուսաստանն ու Իրանը այն նորից խոսում են նրա մասին, որ հարավային Կովկասի հետ կապված իրանք համակարգված են գործելու, դա այդքան էլ մեր շահերից չի բխում։ Իսկ հիմա նայենք Հայաստանի հետ կապված ինչ ունենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչու է ուշանում արդարադատությունը համաժողովի ժամանակ հայտարարել է. Ես կարծում եմ, որ Հայաստանում հաստատված իրավակարգերի եւ ժողովրդի միջև ճեղք կա։ Իմ գնահատականը եղել եւ մնում է այն, որ իրավակարգի այդ ճեղքը կապված է նրա հետ, որ ըստ էության բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել են որոշակի հանրային ընկալում եւ համոզմունք, որ այնուամենայնիվ պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Իհարկե հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը այս միտքը ասում է, բայց այլևս այս միտքը չի աշխատում։ Ասեմ ինչի չի աշխատում, որովհետև երբ որ ասում են, որ մենք սահմանադրությունը դեռ ուզում ենք փոխենք 18 թվականից, հետո ասում են 19 թվականից, հետո այսպես 21 թվականից իմաստ չունի դա ասել, որովհետև այդ ժամանակ լրիվ ուրիշ դրդապատճառներ էիք վերում, ինչի սահմանադրությունը փոխել, հիմա լրիվ ուրիշ դրդապատճառ։ Այդ որ սահմանադրությունը պետք է լինի ռեգիոնալ եւ այդ սահմանադրությունը իր մեջ ամփոփվածը լինի նաեւ հաշվի առնի խաղաղության պայմանագրի հարցը, դա նոր է որոշվե։ Եվ դա է պատահական չի, որ նոր թվարկում է ինչ կարա մեր ռեգիոնում փոխվի, ինչ ռեգիոնալ սահմանադրություն։ Այդ սահմանադրությունը 50 օրինակ պետք է ունենանք, օրը մի անգամ դնենք հանրաքվեի, ռեգիոնը ամեն օր փոխվում է։ Բայց բացի դրանից, երբ որ հիմա ինքը այն ժամանակ ասում էր, դե քանի որ լեգիտիմ չի սահմանադրությունը, զուտ մենակ այդ փաստի համար պետք է փոխել, որ ժողովուրդը իմանա, որ սահմանադրությունը լեգիտիմ է։ Այդ ուղղակի չէր ուզում խոստովանել, որ սահմանադրությունը ուզում են փոխեն Ադրբեջանի պահանջը կատարելու համար։ Բայց հիմա արդեն ակնհայտ է, բոլորը գիտեն, որ Ադրբեջանի պահանջը կատարելու համար է փոխվում։ Հիմա ասել սահմանադրությունը փոխում են, որովհետև լեգիտիմ չի, բայց սահմանադրությունը փոխում ես լեգիտիմ չի, սահմանադրության նախաբանը ինչ է փոխում։ Երբ որ Ադրբեջանն արդեն հայտարարել է, մինչև դա չփոխես, քո այդ խաղաղության պայմանագիր չենք ստորագրելու։ Էլ չի անցնում այդ լոլոն, որ ասել մենք զուտ սահմանադրությունը փոխում ենք նրա համար, որպեսզի ժողովուրդը վերջապես ընդունի լեգիտիմ սահմանադրություն։ Ոչ, փոխում ես նրա համար, որովհետև քո առաջ պահանջ է դրած։ Փոխում ես նրա համար, իսկ այդ պահանջը ընդունելի չի մեր ժողովրդի համար։ Իսկ հիմա մենք նայենք դրա շարունակությունը, որովհետև այդ թեման չի փակվում։ Համարյան են ստացվում, ամեն օր ենք սրան անդրադառնում։ Կամ ինձ են դիմում ասում են մի քիչ ավելի պարզաբանի, կամ այդ թեմայի մասին մեր իշխանություններն են խոսում, կամ Ադրբեջանն է խոսում։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է. Հայաստանի մայր օրենքը տարածքային պահանջ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ։ Տարածքային պահանջների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքները որակելով սին, հատուկ ընդգծելով, թե այն մինչև հանրաքվեի դնելը փորձաքննությունների է ենթարկվել այդ թվում միջազգային կառույցներում, այդ թվում Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Վայ, բա որ սենց լավ սահմանադրություն է, սենց լավ պարզել եք, Ադրբեջանի հետ էլ բոլոր կետերը համաձայնացրել եք։ Նիկոլ Փաշինյանն էլ սենց կատեգորիկ ձևով ասեց, այս կետը համաձայնացրել ենք, մենք գնում ենք խաղաղության եւ պատերազմի հետ կապված որևէ խնդիր չկա։ Հերիքա խոսեք պատերազմի, չկա տենց բան, որովհետեւ մենք պայմանավորվել ենք։ Բայց մարդիկ պարզ հարց են տալիս, ընդհանրապես համաձայնեցրել ես խաղաղության պայմանագրի կետերը, բայց չես ստորագրել, բայց դրանից մի կարճ ժամանակ առաջ ասել ես, որ նույնիսկ եթե պայմանագիրը ստորագրի, դա երաշխիք չի, որ պատերազմ չի սկսի։ Ուղղակի մենք դա անում ենք նրա համար, որ գոնե լեգիտիմ հիմք չտանք Ադրբեջանին հարձակվելու, ոչ ավելին, որովհետև այդ փաստաթուղթը ունենալով էլ տարբեր երկրների օրինակներ էլ բերում էին իշխանավորները, որ այդ փաստաթուղթը ունենալով էլ հարձակվել են պայմանագրին ոչ մեկը չի նայել։ Այսինքն այս պարագայում եթե այսօր
Սահմանադրական դատարանի նախագահը զարմացած բացատրում է, որ այս ակնհայտ բանը ինչի չեն հասկանում, ում է բացատրում, մենք հասկացել ենք, դե գնացեք Ադրբեջանին բացատրեք։ Դե մեզ ասում եք այժմ որ չեք հասկանում, որ Ադրբեջանի հետ ուզում ենք գնանք խաղաղության, դուք էլ հերիք հայելի, տեսեք, սպասեք, գնանք այդ խաղաղության հարցը լուծենք, պատերազմը մի կողմ դնենք, գանք հանգիստ իր հետ ապրենք։ Ասում ենք համաձայն ենք։ Լավ շատ բաներից դժգոհ ենք, բայց համաձայն ենք, դե գնացեք արեք, ասում է չի ստացվում։ Ինչի չի ստացվում, Ադրբեջանը համաձայն չի։ Բայց Սահմանադրական դատարանի նախագահ մեզ մի համոզի, մենք համոզվել ենք։ Ում հետ բանակցում ես նրան համոզի։ Ինչի՞ ես կարողանում համոզել։ Որտե նա չի ուզում խաղաղության գնա։ Բայց նա չի ուզում խաղաղության գնա, Նիկոլ Փաշինյանը ում անունից է ասում պատերազմ չի լինելու։ Ու եթե այսօր պատերազմ չի ելնում, նրանից չի Ադրբեջանի հնարավորություն չունի կամ ցանկություն չունի։ Պարզապես մտածում են այս իրավիճակում հանկարծ լրացուցիչ խնդիրներ չստեղծեն, Տրամպի սրտով լինի այդ ամեն ինչը, առավելևս որ մենակ Տրամպի հետ կապված չի։ Եվրոպան իր ազդեցության խնդիրն ունի, հիմա Ռուսաստանն իր, Իրանը իր, Թուրքիան, այսինքն չափից շատ են ազդեցության կռիվները, որպեսզի մեկը որոշի ու ասի ես որոշեցի ու սա անում եմ։ Բայց դա չի փարատում են կասկածը, որ նրանք կարող են իրար մեջ ազդեցության համաձայնության գան։ Ու այդ պարագայում մենք պետք է մտածենք, իսկ մենք իսկապես տիրապետում ենք իրավիճակին, adekvat է մեր քայլերը այդ ուղղությամբ։ Այնպես որ Սահմանադրական դատարանի նախագահի կամ վարչապետի ասածը ոնց չեն հասկանում այս հասարակ բանը, մենք էլ ասում ենք, բա դուք ոնց չեք հասկանում, որ մենք հասկացել ենք, դուք չեք հասկանում, որ չեք կարողանում այդ հարցը լուծեք։ Ուրեմն դուք այդ հմուտը չեք, ինչպես ձեր մասին կարծում էիք։ Բայց եւ մեկ է շարունակությունը նայենք։ Հայաստանի փոխվարչապետ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը հայտնել է. հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա։ Կողմերն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ եւ առաջարկներ փոխանցել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ։ Հիշում եք, որ ասում էինք առանց փաստաթղթի, առանց հիմնավորումների, առանց կանոնակարգի, երբ որ դու դրեցիր այդ գյուղերը տվեցիր, դրանից հետո դու սեղանին չունես խաղաքարտ։ Դու անընդհատ զիջումների ես գնալու, նա իր ուզածը ստանալու է։ Էն էլ ստանում է դա առանց կանոնակարգի կատարվեց սահմանազատումը, սահմանագծումը, որից հետո կանոնակարգը հաստատվեց, որից հետո վերջ, այլևս որևէ քայլ չկա։ Բայց եթե ամեն ինչ հաստատել եք, այդ հաստատելուց քանի ամիս անց է, ուր է հաջորդ տարածքը, որի հետ կապված պետք է սահմանազատում անեք։ Երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որտեղ սահմանազատված է, այդտեղ անվտանգ է։ Եկեք ժողովուրդ, տանեմ այդ պատը ցույց տամ, տեսնում եք ինչ անվտանգ է։ Մարդիկ ասում են այդ պատը տեսանք, որ անվտանգ է, ենթադրենք անվտանգ է։ Բայց այդ պատը 12-6 կիլոմետրը պրսնելուց հետո, այն 930 կիլոմետրը բա ինչ անենք։ Այն մեկը համարենք վտանգավոր, հա։ Իսկ չեք կարողանում Ադրբեջանն ասում էր, այս 4-ը իմ սկզբունքային հարցն է, ինձանից վերցրել եք պտի տակ, մինչև չտակ առաջ չենք գնալու։ Եվ այդ պարագայում մերոնք համաձայնվեցին զիջումների գնալու, մեռանք մեզ ճղեցինք ասելով, հենց զիջումների գնացիք, դուք չունեք ուրիշ պատճառ, որ ստիպեք, որ նա գա հաջորդ տարածքների հարցը լուծվի։ Մինչև այսօր ինչ որ խորհրդակցությունների մեջ եք, ինչ որ բաներ եք ճշտում, կոնկրետ հանդիպման հարցեր չեք ճշտել, կոնկրետ տարածքը չեք ճշտել, որտեղից եք սկսում։ Մի հատ ուղակի ասիկ վերևից սկսելու եք մինչև ներքև ֆռանք։ Ուր է այդ հարցը։ Եթե այդ կանոնակարգը պետք է հաստատեիք, որից հետո ոչինչ չանեիք, ինչ եք խորհրդակցում։ Ընդամենը դա անով ցույց տվեցիք, սա նույն բանը ոնց որ գերիների հետ կապված էինք խոսում, որ ասում են, եթե դու բոլորին հանձնեցիր, հետո ընկնելու ես իրանց հետևից մանգաս, չես կարելու այդ հարցը լուծես։ Եթե դու դրեցիր ականապատ դաշտերի բոլոր քարտեզները տվեցիր, որևէ բան չունես հետները բանակցելու, անընդհատ քո բոլոր զենքերը տալով, հետո դու չես կարող բանակցես։ Եվ եթե մենք ի սկզբանե մտածում ենք, որ գուցե փորձի պակաս է, հմտության պակաս է, հետո կամաց հասկացանք, որ սա լավ էլ պայմանավորված է ադրբեջանցիների հետ, որովհետև այսքանը հնարավոր չի բացատրել անփորձության պարագայում, բայց այդքան ինֆորմացիա կա, որ ցույց են տալիս, որ դա չի լինելու, համառորեն չեք դա անում։ Իսկ մի բան էլ պատահական չի, Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են,
Սա էլ հերթական անգամ ապրիլի 20-ի ժամը գիշերը 2:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավառ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ Հարցն այդ չի, ջրատաքացուցիչը վնասվելու, ասենք կարող է դրա այդպես նյութական վնասը շատ մեծ չի, բայց դա այն սկզբունքն է, որ հիշում եք, որ ասում են դե հերիք հայելի, դե հասկացանք էլի, օդ են կրակում, դուք էլ խառնվել եք իրար, անկանոն կրակում են, ինչ եք ուզում, մենք սկի դա չենք էլ ֆիքսում։ Հենց սկսել են արդարացնել ադրբեջանցիները ուղիղ կրակել են ուղիղ նշանառությամբ բնակավայրերի վրա, սա արդեն առաջի դեպքը չի, եւ անընդհատ ասում են մեղավորը մենք ենք, որովհետեւ դե մենք կրակեցինք, իրանք է պատասխան կրակեցին, որևէ պարագայում իրանք չեն ընդունում նորմալ ձևով մոնիտորինգի հետ կապված հանձնաժողովներ ստեղծել ու անել, պարզ գիտենք ինչի չեն ուզում։ Եվ միևնույն ժամանակ այս նույն բանը, որ կատարվում է, հիմա դե գնացեք, այդ որ Նիկոլ Փաշինյանն իրան ճղում էր ու ասում էր չեք հասկանում, որ այս բանը վիճակը նորմալ է եւ պատերազմ չի լինելու, ամեն ինչ նորմալ է, մենք բոլորը պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ։ Դե հիմա վերցրու այդ հայտարարությունը, ձեռը դիր թևի տակ, այն բանել են բորդո կեպկետել դիր մի հատ գնա այս գյուղի բնակիչներին, գնա մի հատ ասա ժողովուրդ ջան, Խոզնավառի բնակիչներին ասային, որ կրակել են քուտան վրա, իրավունք չունեին կրակել, մենք պայմանավորվել ենք, չեմ հասկանում դուք ինչի եք խուճապի մեջ, այս ինչ վիճակ է այս մարդկանց մոտ, այս սա է հարցը, ժողովուրդ ջան, այդքան որ բացատրում ենք ինչի ենք ասում, այդ ամեն ինչը ոչ չենք ասում, որ անպայման ասենք այ դուք այս բանը սխալ եք անում, ու շատերի մոտ էլ են կարծիքն է, որ ասում են, դե մի հարցով պետք է իշխանություններին օգնել, ժողովուրդ ջան, եթե իշխանությունը մեր պետության համար լավ բան անի, այն իշխանությունը, որին չես էլ ընտրել, այն իշխանությունը, որին ձայն չես տվել, այն իշխանությունը, որի հեղափոխությանը կամ միջոցառմանը չես մասնակցել, որ կտրականապես երբեք չես համագործակցի իրանց հետ, բայց եթե իմանաս քո պետությանը վտանգ է սպառնում ու դու մի հարցով կարող ես օգնել, ու այդ օգնությունը պետք է ինչ-որ մի հատ հայտարարություն անել կամ պետք է մի հատ ոչ հրապարակային մի գործողություն կամ խորհուրդ տալ, այտենց մարդ չի գտնվի, որ դա չանի։ Բայց ուրիշ հարց է առաջանում։ Դու տեսնում ես, որ այդ մարդիկ լսում են, հասկանում են ինչ է կատարում, բայց իրանց նպատակը ուրիշ է։ Դու մարդկանց դեմքին նայելով էլ ես հասկանում, որ այդ մարդիկ ուրիշ պլաններ ունեն, այդ դրա համար դա չի աշխատում։ Այսինքն դա այնպես չի, որ մարդիկ չեն ուզում օգնեն, դա այնպես է, որ դու հասկանում ես ինչին օգնես, այդ մարդը պայմանավորված զիջում է, ուզում է մեղքը գցի ժողովրդի վրա, ինչին օգնես, օգնես իրան, որին կխաբի ժողովրդին։ Իսկ հիմա մի հատ ուշագրավ բան էլ ասեմ, Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ազգային ժողովի բարձր ամբիոնից ինչ հայտարարություն է անում։ Հայաստանում չի եղել նման բան, որ ընդդիմությունը տիրապետի լրատվական դաշտի 90%-ին, իշխանությունը 10։ Չի եղել այդպես բան։ Հիմա այսպես կարդում եմ, հիշում եմ, որ ոնց որ դպրոցում թվաբի դասերից վատ չեմ եղել։ 90-ին որ գումարում ես 10, ստանում ես 100։ Այսինքն ազգային ժողովի իշխող ուժի խմբակցության ղեկավարը ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանի լրատվական դաշտը 100%-ով գտնվում է ընդդիմության եւ իշխանության տիրապետության տակ։ Այսինքն անկախ լրատվամիջոց գոյություն չունի Հայաստանում։ Վերջ, որովհետև չի էլ ասում, այս ասանից այսքան շատ է, ասում է չէ, 90%-ը այն է, 10%-ը այն է, գումարում ես 100-ը փակվեց, բայց սա ցավի մի մասն է, որովհետև շատ դեպքերում մարդիկ կարող ասեն, բաղով ասեն, որ լրատվամիջոցը անկախ է ալնում, հսկայական ծախսեր են, վերջ ինչ-որ մեկը դիմում է, բան եւ այլ, ժողովուրդ ջան, մենք կարծիք կարող ենք հայտնել, ինչքանով է հնարավոր անկախ լինել, դա մեր կարծիքն է, բայց պաշտոնական հայտարարություն անել, որ բոլորը ոչ անկախ են վերահսկողության տակ են, բա որ դատի տակից ոնց ես դուրս գալու։ Ասեն էտում ես, եթե հիմա դատի էլ չտան պրոբլեմ է առաջանալու, այսինքն բոլորը ընդունում են, որ իրանք անկախ չեն, իրանք վերահսկողության տակ են, բայց ուրիշ բան նայենք, ժողովուրդ ջան, էդ էլ լա դնենք մի կողմ։ Եթե ասում են 90%-ը տիրապետում է անդիմությունը, էդ էլ լա հասկացանք,
բայց 10% է իշխանությունը։ Ես ուզում եմ իմանամ, այդ կրտվելը Նորաձևի հետ կապված, բայց այդ հետամնացներին ինչ եք ազգային ժողով ուղարկում, բայց իրանց կրթեք։ Մեկը չկա, որ վերցնի մի հատ իրավական ձևակերպումը նայի, ասենք տնօրինելու, տիրապետելու, օգտագործելու եւ այլն, հստակ շարադրանքը։ Ինքը չի տեսել ինչ է նշանակում տիրապետել։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ լրատվամիջոցների 10%-ը ձեր ուղղակի ենթակայության տակ է եւ ձեր վերահսկողության տակ է, տիրապետել բառի տերմինը կարող եք մի հատ նայել ասել։ Այսինքն դուք ընդունում եք, որ դա ձեր վերահսկողության տակ է, հիմա բա որ որևէ լրագրող հարց տա, ասի պարոն Կոնջոյանը կամ իշխանության ներկայացուցիչ, խնդրում եմ տվեք այդ 10%-ի ցանկը, ովքեր ում վրա եք դուք տիրապետում, այսինքն անկախ մամուլ գոյություն չունի, պետական մակարդակով ազգային ժողովի ամբիոնից է ասում, խմբակցության ղեկավարը, չկա անկախ մամուլ, դուք պատկերացնում եք ինքը ընդունում է, որ իրանք տիրապետում են 10% լրատվամիջոցի։ Պատկերացնում եք ժողովուրդ ջան, այս երկրում լրատվամիջոցը որ պիտի անկախ լինի, որ պիտի այսպես լինի, քաղաքական ուժը չի կարող մեդիա ունենալ, չի կարող լրատվամիջոց ունենալ։ Մենք գիտենք, որ անուղղակիորեն ուրիշի ազդեցությամբ անում են, ուրիշի անունով անում են, իշխանություններն էլ գնում են բացահայտում են, այդ կապն են բացահայտում, որ այսինչ լրատվամիջոցը կապ ունի այսինչի հետ, որ այդ հիշում եք, չէ՞ ինչ դες հետաքրքիր զարգացումներ, բայց կարելի է գնալ ազգային ժողովի ամբիոնից, կանգնել եւ ասել մենք տիրապետում ենք լրատվամիջոցների 10%-ին։ Դե տպագրեք այդ ցանկ ումի նկատի ունեք։ Հեռուստաընկերությունների նկատի ունեք, որ հեռուստաընկերությունը նկատի ունեք, որ կայքերը նկատի ունեք, որոնք իրանք ճղել են, ասել են մենք անկախ ենք, մենք աշխատում ենք, դե մենք բազա չենք հավատացել, բայց մենք ուզում ենք իմանանք կոնկրետ իշխանությունը, որ լրատվամիջոցին է տիրապետում, այսինքն որ վերահսկողությունը սահմանել այդ լրատվամիջոցի վրա, որ նա անկախ չի գործում, որ դա իշխանության ենթակայության տակ է, ուղղակի ազդեցության տակ, վերահսկողության տակ։ Սա ասում է ազգային ժողովի բարձր ամբիոնից, առավոտից երեկո ժողովրդավարությունից են խոսում, գիտենք որ դա չկա, դրա մասին չի խոսքը, բայց լավ գոնե չեք կարող սուս մնաք ժողովուրդ ջան։ Ես ժամանակին ասում էի, տենց է չհամաձայնվեցին, այդքան հաստիկ եք ընդունում ժողովուրդ ջան, տարբեր պաշտոններում օրենսդիր, գործադիր, վերցրեք սկոչիստի հաստիկ ժողովուրդ, որ սեն սկոչը պայի, հենց իշխանական որևէ ներկայացուցիչ բերանը բացի, սկոչով բերանը փակել։ Վերջ, դա լավագույն աշխատանքը կլինի մեր պետության համար։ Այդ մարդուն կարելի է հրաշալի աշխատավարձ տալ, տասնապատիկ բարձր աշխատավարձ։ Գիտեք ինչ արդյունավետ կլինի մեր երկիրը։ Լավ էս մեր երկիրը ինչ են խայտարականը, որ կանգնում ասում են, որ մեր երկրում բոլոր լրատվամիջոցները վերահսկողության տակ են, մի մասը ընդդիմության, մի մասը իշխանության։ Ես սա իշխանության ներկայացուցիչն է ասում, վերլուծաբան չի ասում, քաղաքագետ չի ասում, լրագրող չի ասում։ Դե սա ժողովուրդ ջան, տեսեք ինչքան անելիք ունենք։ Դե ինչ այսօր այսքանը դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։